Հանրապետության հրապարակում շարք են կանգնել նոր ավտոբուսներն ու տրոլեյբուսները։ Այսօր ենթադրաբար տեղի կունենա ոչ միայն նոր տրանսպորտային միջոցների շնորհանդեսը, այլև համեր։ Երևանի Ամիրյան փողոցում նաև վաճառքի փոքրիկ տաղավարներ են տեղադրվում։ Հայաստան է ժամանել Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ։ Օդանավը Հայաստանից այնուհետև վերադարձել է Գերմանիա, ուստի ենթադրելի է, որ այնտեղ եղել են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ըստ Սպուտնիկ Արմենիայի, սա Գերմանիայից Հայաստան արդեն երրորդ արտաքսման թռիչքն է այս տարվա ընթացքում։ Եվս երկու չվեր տեղի է ունեցել փետրվարին։ Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելուն։ Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ։ Հայաստանը պատմական եւ քաղաքակրթական ազգ է, եւ Իրանը միշտ եղել է նրա կողքին, ասված է դեսպանության X-ի էջում։ Օրերս իսրայելական Կան 11 պետական հեռուստաընկերությունը Եվրատեսիլ 2026 մրցույթի կիսաեզրափակիչի կադրերից մեկում Հայաստանը ներկայացրել էր ադրբեջանական դրոշով։ Թուրքիայի Սամսուն քաղաքում պայթած ԱԹՍ-ն ուկրաինական է եղել, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ Ենթադրվում է, որ անօդաչու թռչող սարքը շեղվել է ուղղությունից Ղրիմի կամ Կրասնոդարի երկրամասի վրա հարձակման ժամանակ։ Նշվել է, որ սա կարող էր պայմանավորված լինել նաև տեխնիկական անսարքությամբ։ ԱԹՍ-ն վնասել էր 2 տուն։ Biliyorsunuz çatışmaların 40. gününde. Թուրքիան կանգնած է սահմանադրական բարեփոխումների շեմին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել է երկրի հետագա զարգացման համար նոր մայր օրենքի ընդունման կարևորությունը։ Էրդողանը շեշտել է, որ 1982-ին ընդունված գործող սահմանադրությունը, չնայած նախկին կատարված փոփոխություններին, արդեն հնացել է եւ չի համապատասխանում ներկայիս իրողություններին։ Նոր սահմանադրությունն այլևս շռայլություն չէ, այլ պահանջմունք, նույնիսկ անհրաժեշտություն, հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Նրա խոսքով բարեփոխումների նախապատրաստական փուլն արդեն ամբողջությամբ ավարտվել է եւ հստակեցվել են հանրային հիմնական պահանջներն ու հարցումները։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ Թեհրանը պատրաստել է Հորմուզի նեղուցով հատուկ հատկացված երթուղով նավերի երթևեկության կարգավորման նոր մեխանիզմ եւ շուտով կներկայացնի այն։ Ազիզիի խոսքով այս կարգավորումը ձեռնտու կլինի բացառապես այն առևտրային նավերին ու ընկերություններին, որոնք համագործակցում են Իրանի հետ։ Նա նաեւ նշել է, որ իրանական կողմը վճար է գանձելու տվյալ մեխանիզմի շրջանակներում մատուցվելիք մասնագիտացված ծառայությունների դիմաց։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ակտիվորեն պատրաստվում են Իրանի դեմ հարձակումների հնարավոր վերսկսմանը, հաղորդել է The New York Times-ը, հղում անելով Մերձավոր Արևելքի իր աղբյուրներին։ Երեքշաբթի պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել էր, որ ամերիկյան զինվորականները պատրաստ են իրականացնել ԱՄՆ նախագահի ցանկացած որոշում, այդ թվում հակամարտության սրման վերաբերյալ։ Նա հրաժարվել էր լրացուցիչ մանրամասներ տրամադրել, հղում անելով լսումների ոչ գաղտնի բնույթին։ Թերթը նշել է, որ եթե ԱՄՆ նախագահը որոշի վերսկսել հարվածները, հնարավոր է իրանական ռազմական օբյեկտների եւ ենթակառուցվածքների ավելի ագրեսիվ ռմբակոծություն։ Այս գիշեր իմ հրամանով ամերիկացի զինվորները եւ Նիգերիայի զինված ուժերը իրականացրին չափազանց բարդ գործողություն, վերացնելու աշխարհի ամենահայտնի ահաբեկչին Աբու Բիլալ Ալ-Մինուկին, Իսլամական պետության համաշխարհային կառույցի երկրորդ դեմքին։ X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով այս հզոր ահաբեկիչը փորձել է թաքնվել Աֆրիկայում, սակայն Նիգերիայի ուժայինների հետ համատեղ գործողությամբ ամերիկյան կողմը բացահայտել է նրա թաքստոցը։ Նրա հեռացմամբ Դաիշի գլոբալ գործողությունը զգալիորեն կնվազի։ Շնորհակալություն Նիգերիայի կառավարության այս գործողության շրջանակներում ձեր գործընկերության համար, գրել է Թրամփը։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը նշել է երկու պատճառ, որի հիման վրա Եվրոպան պետք է վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Նրա կարծիքով առաջինը Ուկրաինայի դիրքերն այժմ ուժեղ են, իսկ Ռուսաստանինը թույլ։ Ըստ Ստուբի Ուկրաինան մեծ հաշվով հաղթում է այս պատերազմում եւ Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի երկխոսություն սկսելու հարցում։ Որպես երկրորդ պատճառ նա մատնանշել է եվրոպական շահը։ Օրեր առաջ Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ եվրոպացիները ուկրաինական հակամարտության հարցում չեն կարող միջնորդի դեր ստանձնել։ Պյատիգորսկում գազատար մեքենան պայթել է, որից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է ժամանել քաղաքապետ Դիմիտրի Վորոշիլովը։ Նա նշել է, որ պայթյունի պատճառը անօդաչու թռչող սարքի հարձակումը չէ։ Ըստ Ստավրոպոլի նահանգապետի միջադեպի հետևանքով տուժել է 2 մարդ։
Լոնդոնում հազարավոր մարդիկ միանգամից բողոքի 2 ակցիա են իրականացրել։ Բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, կան բազմաթիվ ձերբակալվածներ։ Ակցիաներից մեկն անցկացվել է աջակողմյան ակտիվիստ Թոմի Ռոբինսոնի գլխավորությամբ, որը դեմ է իշխանությունների միգրացիոն քաղաքականությանը։ Մյուսը կազմակերպվել է ի պաշտպանություն Պաղեստինի եւ ցուցարարները պահանջել են կրակի դադարեցում Գազայում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը քննադատել է հավաքվածներին մեղադրելով դեմոնստրանտներին ատելություն եւ պառակտում սերմանելու համար։ Սա տեղի է ունեցել կառավարության մի շարք անդամների հրաժարականի եւ Սթարմերի հրաժարականը պահանջելու ֆոնին։ Տեխասում Հանգեյթ անվանումը ստացած անտառային հրդեհն արագորեն տարածվել է կայծակի ու ուժեղ քամիների ֆոնին։ Քենյոն քաղաքում կրակը ոչնչացրել է մի քանի շենք եւ լուրջ վնաս հասցրել երկաթգծին։ Հանգեյթը արդեն այրել է 5665 հեկտար տարածք։ Կրակի տարածումը կանխելու եւ պաշտպանիչ գծեր ստեղծելու նպատակով ներգրավվել է ծանր տեխնիկա։ Հրշեջ ջոկատները շարունակում են աշխատել շինությունների պաշտպանության եւ կրակի ակտիվ օջախների մարման ուղղությամբ։ And neighbors were allowed to return. Գազայի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել Իսրայելի պաշտպանության բանակի իրականացրած օդային հարվածի հետևանքով։ Ըստ իսրայելական կողմի թիրախը եղել է Համասի ռազմական հրամանատարներից մեկը։ Գազայի քաղաքացիական պաշտպանության խոսնակ Մահմուդ Բասալը հայտարարել է, որ շենքը, որտեղ բնակվում էին բազմաթիվ ընտանիքներ, թիրախավորվել է մի քանի հրթիռներով առանց նախնական զգուշացման, ինչի հետևանքով կան մեծ թվով զոհեր, վիրավորներ եւ տեղահանվածներ։ Բնակիչները դժգոհել են, նշելով, որ Իսրայելի եւ Համասի միջև հայտարարված հրադադարը գոյություն ունի միայն թղթի վրա, եւ հարվածները քաղաքացիական շենքերի ուղղությամբ շարունակվում են ամեն օր։ Բանգկոկում բեռնատար գնացքի եւ երկհարկանի տուրիստական ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է 6 մարդ, առնվազն 30 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ավտոբուսը հայտնվել է ռեսերի վրա հենց այն պահին, երբ մոտեցել է մեծ արագությամբ ընթացող բեռնատար գնացքը։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ ավտոբուսի վարորդն ու մի քանի ուղևորներ տեղում մահացել են։